Հարգելի գործընկերներ, սկսվում է 5-րդ նստաշրջանի 2506-25 թվականի 5-րդ հերթական նիստը, որակարգի հարցերը նախապես ծանոթվել եք, տեղյակ եք, պարոն Ստեփանյան, խնդրեմ։ Հարգելի գործընկերներ, նիստի ներկայացնեց ավականու անդամ, նիստի իրավազոր է, որակարգի կապված եթե հարցեր առաջարկություններ չկան, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որակարգը հաստատված է։ Հարգելի գործընկերներ, միշտ նիստի որակարգի հարցերի մասին ուզում եմ ներկայացնել մեր նոր ավականու անդամին Ագնեն Մուրադյան, որը ավականու անդամ է դարձել Վարդան Սարիբեկյանի օրենքի ուժով լիազորությունները դադարեցնելու պատճառով։ Շնորհավորում ենք պարոն Մուրադյանին, բարի գալուս եւ աշխատանքային հաջողություններ որպես ավականու անդամ։ Որակարգի առաջի հարցի հետ կապված ժամանակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով տրամադրելու մասին։ Զեկուցելու համար ձայնը տրամադրում ենք Խաշին բաժնետեր Կարեն Փիթարյան։ Հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանը ներկայացնում ժամանակ համայնքի հատուկ բնակավայրի 11 հաստատության դրնով 2.13 հեկտար մակերեսով էներգետիկայի տրանսպորտի կապիտալի ենթակառուցվածքների էներգետիկայի հողամաս ուղղակի վաճառքով օտարել Մավարա Էլեկտրո ՍՊ-ին։ Հիմք ընդունելով ՍՊ-ի կողմից դիմումը եւ Հայաստան Հանրապետության կառավարության 16 թվականի մայիսի 26-ին 550 որոշման առաջին երկրորդ եւ 7-րդ կետերը։ Հիմք ընդունվել նաեւ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի առաջին եւ 8-րդ կետերի պահանջները։ Հարցեր զեկուցողին կան։ Եթե ոչ, ընդունում եմ քվեարկեք, ովքեր են կողմ հաստատել նախագիծը, դեմ չկա, որոշումը ընդունված է։ 51-րդ նախագծի հետ կապված նույնպես զեկուցելու համար ձայնը տրամադրում ենք Կարեն Փիթարյան։ Նույն հիմքով ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրի առաջին փողոց 21 ռոպմետ հարցեն գտնվող 20.2 հեկտար բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը ընդլայնման կարգով օտարել քաղաքացի Արություն Արությունյանին։ Նույն հիմքերով։ Խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Հաջորդ նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրամադրում ենք բաժնի պետ պարոն Գաբրելյանին։ Հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ մեր պրակտիկայում ընդունված ավականու որոշման վրա որոշակի սոցիալական խմբերի բնակիչների եւ վերահսկի ուժերից ազատելու մասին որոշման նախագիծ է։ Այս դեպքում 5 քաղաքացիների մեջ, որոնք ուժեղել են իրենց հիմնական պարտքը եւ դիմել են խնդրանքով վերահսկի ուժերից ազատելու ձեր որոշումը կայացնելու։ Հարցեր զեկուցողին, եթե չկան, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Հաջորդ նախագիծները ներկայացնում ձեր քննարկմանը ավականու անդամի լիազորությունների վարաժան դադարեցնելու մասին, հարգելի գործընկերներ, տեղական ինքնակառավարման մասին օրենքի փոփոխություն կատարելուց հետո Վարդան Սարիբեկյանի դպրոցի տնօրենի պաշտոնը համարվում է ավականու անդամի հետ անհամատեղելիության պաշտոն։ Եվ օրենքի ուժով պարոն Վարդան Սարիբեկյանի լիազորությունները համարվում է վարաժանպետ դադարեցված։ Եթե այլ հարցեր չունենք, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Հաջորդ նախագծով Ճամբարակ համայնքի ավականու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի 128 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, դա համայնքապետարանի հաստիքացուցակները հաստատելու մասին որոշումն է, որտեղ ավելացվել է իրավախորհրդատուի 1 հաստիք, ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից։ Փոփոխությունը դա է։ Հարցեր կան։ Եթե չէ, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումը ընդունված է։ 55 նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրամադրում եմ Խաշին բաժնի պետ Կարեն Փիթարյանին։ Հարգելի գործընկերներ, պետության տարիքների համար համայնքի սեփականություն հանդիսացող ճամբարակ քաղաք 6 հողամաս հարցեն գտնվող 1.61 հեկտար մակերեսով հողամասը
նվիրաբերության կարգում հանձնել Հայաստանի Հանրապետությանը։ Հարցեր եթե չկա, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Հաջորդ նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրամադրում ենք բաժնի պետ պարոն Հրապետյանին։ Անգելի գործընկեր է ներկայացնում ճամբարակամակի 25 թվականի բյուջեի փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը։ Ինչպես գիտեք, նախորդ տարի ճամբարակի T3 մանկատապտեզի մասնաշենքերից մեկը հիմնավորվեց եւ այդ հիմնավորված մասնաշենքում բացվել է երկու խմբասենյակ։ Այդ խմբասենյակի կառավարման համար, ինչպես նաեւ Վանգյուլի մանկատապտեզի Խոմսի քաղաքի վերանորոգման արտոսեղանների նոր արտոսեղանների ձեռքբերման նպատակով այս որոշման նախագծով առաջարկվում է համայնքի բյուջեում կատարել փոփոխություն 4.365.400 դրամով ավելացնելով նախագծական քրության հաշվի նախորդ ավականիստում կայացած որոշմամբ, ինչպես հիշում եք, մենք ՀԿ-ից ձեռք բերեինք հող համայնքի սեփականություն, քանի որ համայնքի բյուջեն նախատեսված չէր այդպիսի ձեռքբերման համար հոդված, հիմա նախագծով ներկայացրել ենք բյուջեի մեջ կատարել փոփոխություն, 411 հոդվածով նախատեսել 163,000 դրամ գումար։ Այսպիսով, այս ծախսերի ապահովելու համար առաջարկվում է համայնքի ֆոնդային բյուջեից կատարել հատկացում 4.528.400 դրամի չափով։ Հարցեր զեկուցողին եթե չկան, անգելի գործընկերներ, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Մեր օրակարգի վերջին նախագիծն եմ ներկայացնում, ինչպես նախապես ներկայացրել էինք, սա մեր նստաշրջանի վերջին նիստն է, անգելի գործընկերներ։ Եվ սրան հավաքելով 5-րդ նստաշրջանը, հաջորդ 6-րդ նստաշրջանը առաջարկում ենք սկսել սեպտեմբերի 18-ին ժամ 15:00-ին։ Այլ առաջարկություններ եթե չկան, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Մեր օրակարգի հարցերը սպառվեցին, մեր նիստը ավարտվեց։ Շնորհակալություն ձեզ ամառային հանգստյան եւ աշխատանքային հաճելի օրեր։